նախ Տիկին Զախարյան, ես ուզում եմ մեր նախորդ բրիֆինգին ձեր հարցին անդրադառնալ, որտեղ դուք խոսել էիք, որ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչը ասել է, որ Հայաստանը 37%-ով է համապատասխանում կամ 37%-ով համապատասխանում է Եվրոպական միության չափանիշներին, խոսքը ամենևին դրա մասին չէր։ Եվրամիությունում կա պրոցեդուրա, երբ որ միջազգային կազմակերպություններում շրջանառության դրված փաստաթղթերին միանում են այլ երկրներ կամ քվեարկում են այլ երկրներ անդամ չհանդիսացող Եվրամիության, եւ խոսքը նրա մասին էր, որ Հայաստանը 37 դեպքերի 37%-ում է նախորդող շրջանում միացել Եվրամիության շրջանառության մեջ դրած փաստաթղթերին։ Այսինքն դա երկրի համապատասխանության հետ չափանիշների ուրիշ բանի մասին էր դա, իմ նշածի մասին էր։ Ինչ վերաբերվում է ամերիկյան կողմի ներդրումներին, այս պայդրությամբ ես ինչքան գիտեմ, նախնական $140 միլիոն արդեն հատկացված է ծրագրի նախապատրաստական ընթացքի համար, ինչ վերաբերվում է կոնկրետ ներդրումներին, դրանք կախված կլինեն կոնկրետ նախագծեր պետք է ձևավորվեն, կազմեն, այսինքն դա արդեն նախահաշվային հաշվարկների հետ է կապված, բայց որ ներդրումները մեծ են լինելու, կարծում եմ ակնհայտ է։ Այսօր որևէ մեկը թիվ ձեզ չի կարող ասել, որովհետև ենթադրենք երկաթուղին պետքա կառուցվի, չէ՞։ Ինչ արժի այդ երկաթուղի։ Ինչքան է պետք ներդնել այդ երկաթուղը։ Այսօր ոչ մեկ չի կարող ասել, կարող են լինել փորձագիտական գնահատականներ, բայց դրա համար պետք է տեխնիկատնտեսական հաշվարկ, դրա համար պետք է նախագիծ եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն միայն նախագծի հաստատումից եւ հաշվարկից հետո ամեն առանձին նախագծի գինը կպարզվի։ Բայց այնուամենայնիվ թիվը սխալ, ինչպես պարոն վարչապետ, 74-26 է, լրագրողը հնչեցրեց 76-24։ Հաջորդը Արփի Հակոբյան։